Ձեռքերս պոկվեցին, ես ինչ ծանր էր։ Ասենք կգայինք կօգնեինք։ Չէ, ինչի համար, ես արդեն սովոր եմ։ Թխվածք թխելու համար մի քանի բան եմ առել։ Մտածում եմ վաղ առավոտյան միասին մի բան թխենք։ Ինչ ես մտածում։ Իհարկե մեծ հաճույքով, բայց ես տանը չեմ լինելու վաղը։ Տանը չես լինելու։ Հա, վաղը աշխատանքի պետքա գնամ։ Ոնց թե աշխատանքի ես գնում։ Ինչի համար։ Սովորաբար ինչի համար են գնում աշխատանքի։ Սոնա ջան, դու նոր ամուսնացած աղջիկ ես։ Վրամը քեզ ամեն ինչով կապահով, ինչի համար ես աշխատանքի գնում։ Բայց մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Բալես ինչ ճիշտ հասկացի։ Ես չեմ ուզում, որ ձեր նոր ստեղծված ընտանիքում դրա պատճառով կռիվներ լինեն։ Իսկ դրա պատճառով հաստատ կռիվներ կլինեն։ Չէ, Վրամը տեղյակա ու դեմ չի։ Հիմա դեմ չի, հետո դեմ կլինի։ Քո տնից դուրս գալը նոր վեճերի կարող է առիթ դառնալ։ Աղջիկս, դուք նոր ընտանիք եք, քո ուսերին մեծ բեռ կա։ Քո ցանկություններից ավելի կարևորը տան խաղաղությունը։ Ես կարծում եմ, որ խնդիր չի լինի։ Իմ տանն էլ ես աշխատում եի, իսկ իմ պապան ինձ ապահովում էր։ Աշխատանքի էլ գնում էի, որովհետև սիրում եմ։ Ու հիմա էլ ուզում եմ աշխատեմ։ Ոնց եք։ Լավ ենք։ Այդ ինչ աշխատանքի մասին էր խոսքը։ Խոսում ենք էլի, Սակո։ Ես ճիշտ ասեցի, որ ուզում ես աշխատել։ Բայց ես աշխատանքից դուրս չեմ եկել։ Ինձ թվում էր շատ բան ա փոխվել։ Ես որպես հայր, ես քո կողքին եմ, քեզ հետ, աղջիկ ջան։ Բայց դու պիտի հասկանաս, որ սխալ ես անում։ Հիմա իրավիճակները դեռ խաղաղ չեն, դեռ շատ ժամանակ պիտի անցնի։ Եվ հետո, եթե դու տանը չլինես, ես չեմ կարողանալու քեզ պաշտպանել, հարկ եղած դեպքում օգնել։ Ամեն ինչ նորմալ է, ես ընդամենը աշխատանքի եմ գնալու։ Վրամը տեղյակ է ու դեմ չի։ Իհարկե Վրամը դեմ չի լինի, որովհետև ես Վրամին շատ լավ եմ ճանաչում, որովհետև Վրամը իր վրա վստահ է, քեզ վրա վստահ է, բայց դու պատկերացնում ես, եթե հանկարծ քո ընտանիքն ու Վրամը հանդիպեն։ Ինչ կլինի։ Ես էլի եմ ասում, աղջիկ ջան, դու պիտի լինես տանը, մեր պաշտպանության տակ, քո տանը։ Տենց բան չի լինի։ Մերոնցից ոչ մեկը իմ հետ հանդիպումներ չի փնտրում։ Ու հետո եթե նույնիսկ հանդիպեն էլ, իրենք ինձ չեն նեղացնի, իրենք իմ ընտանիքն են։ Չես կարող իմանալ, աղջիկ ջան։ Ես հաստատ գիտեմ։ Չեմ պնդում, ինչ ասեմ։ Դու խելացի աղջիկ ես։ Մի բան անելուց առաջ ինձ թվում է, որ կմտածես։ Ես չեմ ուզում, որ հայտնվենք մի պատմության մեջ, որտեղ ոչ թե փորձելու ենք ելք գտնել, այլ ինչ-որ մեկին փորձելու ենք փրկել։ Բայց Ես իմ ասելիքն ասի, ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Չգիտեմ էլ քեզ կարամ մի հատ բան խնդրեմ, թե չէ։ Ասա։ Սակոյի քրոջը պետքա գտնենք։ Ոստի։
Ես չգիտեմ ոնց է պետք անել այդ, բայց պիտի անենք։ Վստահ եմ, որ հələ իր անունով է։ Ինչքան էլ որ վստահ լինեմ, եթե մարդը չի ուզում իրան գտնես, չես գտնի։ Ինքը միակ մարդն է, որ իմ հարցի պատասխաններն ունի։ Ինձ այս պատմությունը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս, քեռի։ Պիտի շուտ գտնենք պապային։ Քանի կար ես նամակներ էի ստանում, հիմա էլ չեմ ստանում։ Քաջիկը ինչ-որ մի բան գիտեր, հիմա էլ քաջիկը չկա։ Ես ումից ինչ պատասխան ուզեմ, մենակ իմ հարցերին լալան կարա պատասխանի։ Մարդը չի կարող առաջ գնա, երբ որ իր մեջքից քաշում են։ Ես չգիտեմ հերս ուր է ու չգիտեմ ոնց է ստացվել, որ լալայի հետ կապ չունի։ Հոգնի գտնենք քեռի այդ աղջկան։ Ես առանց քեզ գլուխ չեմ հանի։ Ու ես ընդհանրապես զարմանում եմ։ Ոնց կարելի է փախնել սեփական աղբոր աղջկանից։ Իսկ ինչ է ուզում հարցնես լալայից։ Ոնց ինչ եմ ուզում հարցնեմ։ Հարցնեմ ուր է հերս։ Իսկ եթե ինքն էլ չգիտի, Քեռի դելա ոնց կարա ինքն էլ չիմանա, եթե իրար հետ են փախել։ Իսկ եթե չգիտի, ուրեմն հերս առանց իրայա գնացել։ ու ինչ է դա փոխում, եթե ինքը գնացել է։ Հայք, մենք պետք է հասկանանք, դա ինչ է տալու քո կյանքում ու ինչ է դա փոխելու։ Այսինքն ուզում ես ասես ձեռքերս ծալած նստեմ ու ոչ մի բան չանեմ։ Ուզում եմ ասեմ, որ մտածես։ Հիմա դու ինչ-որ որոշումներ ունես։ Եվ եթե իմանաս ինչ-որ բան, փոխվելու են որոշումներդ ներկայի համար, այդ է պետք հասկանալ։ Եվ նոր քայլ անել։ Եթե մեկը ոչ մի բան չի փոխվելու, եթե մեկը դու որոշել ես եւ պատասխանատու ես նարի առաջ, այդ դեպքում իմաստը ո՞րն է մի բան ճշտելու։ Չեմ հասկանում, քեռի, ինչ ես ասում։ Ես չեմ էլ պնդում, որ հասկանաս։ Դու ավելի լավ ես հասկացի։ Բայց ես քեզ կօգնեմ։ Դու ինձ մի քիչ ժամանակ տուր։ Բայց այդ ընթացքում նստի եւ հասկացի ինքդ քեզ։ Լավ ես ում։ Կներես, ես որ քեզ շատ երկար մենակ թողեցի։ Աշխատանքի վայրում խնդիրներ կան։ Չէ, Սոն ջան, նորմալ է ամեն ինչ։ Դու դրա մասին մի մտածի, ամեն ինչ կլուծվի։ Վրամ, մի անգամ էլ հարցնեմ, որ հանգիստ լինեմ։ Հանգիստ գնա գործի, Սոն։ Ես ասել եմ արդեն։ Ոնց իմացար, որ այդ հարցն էի տալու։ Դե բա էլ ինչի համար ես եկել իմ մոտ, որ դու ոչ մի բան չասես ու ես հասկանամ, չէ՞ ինչ ես ուզում։
Ալո։ Զանգել էիր, չէի տեսել նոր տեսա։ Չէ, չեմ զանգել։ Ոնց։ Դե տենց չեմ զանգել։ Լավ, երևի շուտվա զանգ ա եղել։ Չեմ հիշում տենց բան։ Լավ, դե բարի գիշեր։ Դե զանգել ես խոսային, չէ, Սանջոտում։ Զանգել եմ, որովհետև բաց թողնված զանգ կար։ Ինչ խոսեմ։ Չգիտեմ, հարցրու ոնց եմ։ Ոնց ես Միքո ջան։ Լավ դու։ Ես էլ եմ լավ։ Բարի գիշեր։ Չեմ խանգարում։ Չէ, նստի։ Եթե կարևոր զանգա կարաս խոսաս, հետո կխոսանք։ Չէ, հետո կզանգեմ։ Բան էիր ասում։ Այդ ասածներիդ մասին էի մտածում, թե ինչ պիտի փոխի իմ կյանքում, երբ որ իմանամ ճշմարտությունը։ Եվ Այսքան ժամանակ ես ման չեմ եկել հորս։ Չեմ էլ մտածել իր մասին։ Բայց ես վերջում այնքան բան եղավ, որ ամեն ինչ խառնվեց իրար քերի։ Մտածում եմ, կարող է իզուր եմ հորս ատել այսքան ժամանակ։ Կամ կարող է ինքը ավելի վատ բան արել, քան մենք մտածում ենք։ Ես չգիտեմ, քերի, պիտի իմանանք ինչ ա եղել, պիտի հորս գտնենք։ Այս մեր կյանքի մասին է, ու մենք պիտի իմանանք իրականում ինչ ա եղել։ Ու նորմալ չի, որ պարզվի, որ մենք մեր գիտակից կյանքը ապրել ենք ստի մեջ։ իսկ եթե հենց այտենց է պարզվի, ոչ մի բան չեն կարա բացառենք, քանի ճիշտը չգիտենք։ Քերի են, որ Լալան եկել է Հայաստան, այդ պարզ է, որ հստակ որոշումով եկել է, որ կոնկրետ ինչ-որ բան պիտի անի։ Ինչ վերաբերվում է Նարեին, ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Ես էլ Նարեն էլ երեխա ենք եղել, երբ որ հերս ու Լալան իրար հետ գնացել են։ Ու ոչ մի բան մենք այն ժամանակ, որ իմանայինք էլ չէինք կարողանալու փոխեինք։ Ու ես հիմա չեմ պատրաստում Նարեին խառնեմ այս պատմությանը։ Նարեն ամեն ինչից բարձր է։ Ամեն ինչից։ Ու եթե հանկարծ ես իմանամ իրականությունը, ու պարզվի, որ ինչ-որ մի բան պիտի անեմ, Նարեն չի խանգարելու դրան։ Ես միջև վերջ գնալու եմ։ Ուշ արդեն։ Արի դու գնա քնի։ Ոնց ես։ Կուզես քո համար էլ թե բերեմ։ Չէ, չեմ ուզում։ Սոնան քնել է։ Հա, Այնքան ուրախ եմ քո համար։ Դու այս պահին շատ երկար ես սպասել, որ Սոնան կողքիդ լինի։ Տեսնում ես։ Թշնամանքից ավելի կարևոր բան էլ կա ու ավելի ուժեղ։ ու այդ որն է։ Սերը վրան։ Իհարկե սերը։ Արի համարենք, որ ոչ մի բան էլ չի եղել։ Ու այս սիրուն օրը չփչացնենք վրա։ Բայց եթե դու
մտածում ես, որ ես Սոնային կարող եմ զենք սարքել դրանց դեմ, լավ կլինի, որ հակառակի մասին էլ մտածես։ Ուշադիր եղի, տղա ջան։ Չհասկացա ինչ ես ասում։ Վրամ, դու ինձ միշտ կես խոսքից հասկացել ես։ Ես ինչ հարց էր։ Հիշում ես մի ժամանակ ամեն օր վրեժից էիր խոսում, բայց այդ վրեժի ու թշնամանքի արանքում դու գտար քո երջանկությունը։ Թշնամանքը պիտի լինի թշնամուտ նկատմամբ նարե։ Իսկ Սոնան իմ թշնամին չի։ Ու ոչ էլ ձեր։ Տենց չի։ Տենց է։ Եթե սերը թշնամանքից բարձր լիներ, Սոնան այսօր ընտրություն անելու կարիք չեր ունենա։ Ոչ ես եմ Սոնային ինչ-որ բան արել, ոչ էլ Սոնան ինձ, կամ իմ ընտանիքին։ Եթե սերը թշնամանքից բարձր է քո համար, ուրեմն ես հիմա կասեմ բաներ, որոնք ավելի բարձր են, քան սերը։ Օրինակ արժանապատվությունը, հարգանքը, պատիվը։ Բայց մեկը մյուսին ինչով է խանգարում։ Խանգարում է, եթե սխալ մարդու ես ընտրում։ Մենք չենք որոշում ում ընտրենք։ Մենք ենք որոշում։ Հատկապես քո ընտրությունը պիտի հստակ լինի նարե։ Կամ ես պիտի որոշեմ քո փոխարեն։ Ուրիշ ձև չկա։ Ինչը դուրդ չեկավ։ Ինչ ես այս տոնով հետ ես խոսում։ Տպավորություն է, որ ինչ-որ սխալ բան եմ արել։ Հույս ունեմ, որ չես արել։ Իսկ հիմա բարի գիշեր։ Նարը, ես չեմ հասկանում, ինչի զանգերից չես պատասխանում։ Հասկացա, կարող է մենք վատ խոսակցություն ենք ունեցել, բայց այդ ոչ մի բան չի նշանակում։ Ես պիտի քեզնից միշտ տեղյակ լինեմ, պիտի իմանամ ուր ես, ինչ ես անում, իսկ ես զանգում եմ, դու չես պատասխանում իմ զանգերին։ Չեմ քնում, մինչև չզանգես ու չխոսանք։ Ես պիտի քեզնից միշտ տեղյակ լինեմ, պիտի իմանամ ուր ես, ինչ ես անում, իսկ ես զանգում եմ, դու չես պատասխանում իմ զանգերին։ Չեմ քնում, մինչև չզանգես ու չխոսանք։ Հորքոր, ուր ես կորել։ Ես հիմա մենակ քո հետ կարող եմ խոսել։ Ես շատ եմ խճճվել ու քո խորհրդի կարիք ունեմ։ Չգիտեմ, իմ վախերը իմ թշնամիներն են դարձել։ Ու ես չեմ հասկանում, որն է ճիշտը, ոնց վարվեմ։ Ես քեզ շատ եմ խնդրում պատասխանի։
Ես գնացի Սոն։ Սպասի։ Այ հիմա կարաս գնաս։ Անտրամադիր ես։ Սոն, ուզում եմ քեզ մի բան հարցնեմ, բայց պետքա չխաբես։ Վրամ, բայց ես քեզ երբ եմ խաբել։ Նարեն աղբորդ մասին ինչ-որ բան ասել է քեզ։ Որ աղբորս վրամ։ Հայկոյի Սոնը։ Դե չգիտեմ, դուք աղջիկ եք, կարող է խոսել ա քո հետ կիսվել ա ինչ-որ բանով։ Կամ այդ աղբերդ կարող է ինչ-որ բան ա հարցրել Նարեի մասին։ Բայց ինչի պետք է իրանք իրարից հարցեր տային։ Սոնա, կամ ասա հա, կամ ասա չէ։ Չէ, վրամ, բայց եթե լիներ էլ, չեմ կարծում, որ դրա մեջ խնդիր կա։ Լուրջ Սոնա։ Ոչ մի խնդիր չկա, որ Նարեն հետաքրքրվում է իր աղբոր սպանողով։ Դու ոնց որ ինչ-որ բան գիտես, հա։ Վրամ, ես ընդամենը իմ կարծիքն եմ ասում։ Ինչ կա, որ պետք է իմանամ, ինչ որ բան է եղել, արդեն երկրորդ անգամ ես հարցը տալիս։ Ես քեզ խնդրել էի, որ այս ամենին ինձ չխառնես։ Այն տպավորությունն ոնց որ վատ երազ ես տեսել ու այդ երազի ազդեցության տակ ես մնացել։ Ավելի լավ է ես գնամ քո համար նախաճաշ պատրաստեմ։ Ասա։ Չէ, գալիս եմ։ Վալյուս Արմո։ Վայլուս դեցեքո։ Էս ինչի ես այսքան շուտ եկել։ Բա ինչ անեմ ձեցեքո։ Սրընկացման եզրին եմ։ Եկել եմ հաշվարկներ եմ անում, հասկանամ ինչ կարանք անենք, որ օֆիսը փրկենք։ Դե վերջին հաշվով դու հո բան չես գործնում։ Այնքան ես եպվել ես գործի մեջ, որ հետո ուր էլ գնաս, մեկա գործ գտնելու ես քեզ համար։ Այս սենց շուտ հանձնվում ես, հա ձեցեքո։ Ձեցեքո, եթե դու ինձ մի քիչ լսես, ամեն ինչ տեղը կգցենք։ Վրամը շատ տաքարյուն է, բիզնեսի լեզուն չի հասկանում։ Ով է արդար ճանապարհով հարստացել։ Ոչ ոք։ Հիմա մեր փրկությունն էլ առանց աքսիզ ապրանքների խմբականակ ուղարկելն է։ Արմո, դա մեծ ռիսկ է։ Մեծ ռիսկ տղա ջան։ Հասկանում ես, որ բռնվենք ինչա լինելու։ Մեր ամբողջ ունեցվածքը ջուրն է գնալու։ Բայց եթե չբռնվենք էլ ձերցակո։ Մի բան էլ ավել հետ կբերենք։ Ոնց որ ասում են, ռիսկը գործի կեսն է։ Սենց թենենց մենք օֆիսը կորցնում ենք։ Չգիտեմ, Արմո, չգիտեմ։ Պիտի մտածեմ։ Մտածի ձերցակո։ Բայց հլը որ թող Վրամը ոչ մի բան չիմանա։ Վրամ։ Դրամապանակդ էիր մոռացել։ Հետ ուր։ Բարի լույս։ Բարի լույս, ասում եմ ուր։ Դուրս եմ գալիս։ Հասկացանք, Նարե ջան, ուր ես գնում։ Խանութ պիտի գնամ, հետո ընկերուհուս պիտի տեսնեմ։ Ինչ որ խնդիր կա։ Հա, կա։ Վրամ, ինչ է կատարվում հետդ։ Ինչ որ բան է եղել։ Երեկվանից տողատակերով ես խոսում։ Ունես տպավորությունը, որ վատ բան եմ արել։ Ինչ խնդիր կա, որ ես դուրս եմ գալիս տնից։ Խնդիր չկա, Նարե։ Ուղղակի քո տնից դուրս գալը արդեն շատ տարօրինակ է դարձել։ Հիմա ատելյեն էլ չկա, որ ասեմ գործի ես գնում, ոչ էլ դրսի հետ կապված ինչ-որ գործեր ունես, բայց անընդհատ դուրսն ես։ Քանի կար ընկերուհիներ էլ չունեիր, բայց ինչ-որ նորահայտ ընկերուհիներ են, հա, հայտնվել։ Վրամ, հանգստացի, պետք չի Նարեի հետ սենց խոսես։ Դու սուս մնա, երբ որ ես եմ խոսում։ Լավ, հիմա ո՞րն է քո խնդիրը։ Ինչ ես առաջարկում, փակվեմ տանը ու ընդհանրապես դուրս չգամ։ Երեխեք ջան, ինչ է եղել։ Ինչ եք վիճում։
Ես քեզ կտանեմ ուր որ պետք է։ Ես մեքենա ունեմ։ Ես գիտեմ, որ դու մեքենա ունես, Նարե։ Բայց իմ մեքենայով կգաս, կտանեմ խանութ, խանութում գործերդ կավարտես, հետո կտանեմ այդ նորահայտ ընկերուհուդ մոտ։ Վրամ։ Ասեցի սուս մնա, երբ որ ես եմ խոսում։ Ինչ որ խնդիր կա, Նարե։ Եթե խնդիր կա, ասա իմանամ։ Հիմա ինչ։ Իբր պատահական ամեն օր ինձ գալու ես ուղեկցես մինչև վերջ։ Հա ինչ վատա որ։ Հա բայց իմաստը ո՞րն է։ Լիլի ջան, եթե նեղվում ես, քեզ վատ ես զգում, կարամ ընդհանրապես չգամ։ Վայ, չէ, ինչի պետք է նեղվեմ։ Այսինքն ուզում ես որ գամ։ Ես տենց բան չասեցի։ Դու իմ բերանից տենց բան լսել ես, ես տենց բան չեմ ասել։ Լավ, ամեն դեպքում չեմ գա, ինչքան է որ ուզում եմ։ Իմ համար կարևոր է, որ դու քեզ վատ չզգաս։ Լավ, ես գնացի։ Միքո, ես այսօր երեկոյան 7-ին եմ աշխատանքս վերջացնելու։ Ոյ, Լիլիթ, ես ինչ օրնկանք ես ու դու։ Պատասխանը նար է։ Նարե, փոշմանեցիր, էլ չես ուզում գնաս։ Հա, փոշմանեցի։ Բայց ոչ թե նրա համար ինչ որ դու ակնկալում ես լսել, որ ես ինչ որ բան եմ թաքցնում, այլ ուղղակի տրամադրություն ես փչացավ, դուրս գալ ընդհանրապես չեմ ուզում։ Լավ, երեխեք ջան, հանգստացեք։ Հազիվ սկսել եք աղբոր ու քրոջ նման շփվել, ինչի եք իրար հանդեպ դժնամանկով լծվել։ Ինչ ա եղել։ Ես էլ այդ չեմ հասկանում։ Վրամ ինչ ա եղել, ինչի մի գիշերում սենց փոխվեցիր իմ հանդեպ, ինչ կատարվեց քո հետ։ Կարես բացատրես։ Իմ մոտ նենց տպավորություն է, որ ամեն ինչ փորձում է առաջվան է դառնալ։ Մենք իրար հետ ենք ծնվել ու մեծացել, բայց այս վերջերս ենք իրար գտել։ Ու ես չեմ ուզում, որ չպարզաբանված խնդիրների պատճառով դու իմ հետ սենց խոսես, այս տոնով խոսես։ Եթե ինչ-որ խնդիր կա, արի նստենք հանգիստ հասկանանք, ինչն է պատճառը։ Իմ համար շատ թանկ են մեր հարաբերությունները։ Ու ես չեմ ուզում, որ մենք առաջվա Նարեն ու Վրամը լինենք։ Այն Նարեն ու Վրամը, որ ճանապարհը փոխում էին, որ մի բար չփոխանակեն իրար հետ։ Ես հիմա գիտեմ դու ով ես։ Ես գիտեմ դու ինչքան լավն ես, բայց խնդրում եմ, արի ինչ-որ կոնֆլիկտների պատճառով չփչացնենք մեր հարաբերությունները։ Դու իմ աղբերն ես, ես քեզանից թանկ, ում ունեմ ես աշխարհում։ Դու իմ ամենադժվար պահին թիկունք եղար իմ համար։ Ու ես հիմա խնդրում եմ, որ դու չկոտրես այդ թիկունքը։ Վրամ ջան, բալես, Նարեն ճիշտ է ասում։ Ես չգիտեմ ինչ ա եղել, ինչ ես դու քեզ տենց պահում, բայց ոչ ոք ու ոչ մի բան առիթ չպիտի դառնա, որ դուք իրար հետ վիճեք։ Հազիվ էս տան մեջ խաղաղություն ա եկել։ Խնդրում եմ։ Նարե աղջիկ, ինչ ա եղել։ Ինչ ես արել։ Ես էլ դու էլ գիտենք, որ Ռամը հենց այնպես չէր բարկանա։ Ասա տեսնեմ ինչ ա եղել։
Հարե ոնց ես։ Սոն դու վրամին ինչ-որ բան ասել ես։ Ես։ Սոն չեմ ասում դիտավորյալ ես արել։ Հնարավոր է խոսքի մեջ ասել ես դու էլ չես հասկացել, հնարավոր է ստիպել է քեզ ուրիշ ելք չես ունեցել։ Մենակ խնդրում եմ ճիշտն ասա, դու վրամին իմ ու Հայկի մասին ինչ-որ բան ասել ես։ Նարե գժվել ես։ Ես ոնց կարայի նման բան ասեի։ Հա ինձ վրամը հարցեր ա տվել, բայց ես ոչ մի բան չեմ ասել։ Այս պատմության մեջ բացի քեզնից աղբերս էլ կա։ Դու ոնց ես պատկերացնում, ոնց կարայի ասեի։ Եթե ես ասեի վրամն ու Հայկը իրար կսպանեին։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ վրամը ինչ-որ մի բան գիտի։ Հայկն է։ Գիտեմ։ Բա ինչի չես պատասխանում։ Երեկվանից զանգում է։ Սոն, ես ինձ եսասերի նման եմ պահում, հասկանում եմ, իմ երջանկության մասին եմ մտածում։ Բայց վրամի ես պահվածքից ես հասկանում եմ, որ շուտով ինքը ինձ հսկողության տակ է պահելու։ Ու ես չգիտեմ հիմա ճիշտ է պատասխանել Հայկի զանգին, թե չէ։ Եթե պատասխանեմ, պիտի մենք բարիշենք։ Կամ էլ պետք է ուղղակի վտանգի տակ չդնեմ ոչ ինձ, ոչ էլ իրան։ Նարե 15 բաց թողնված զանգ ունես ու 5 հաղորդագրություն։ Ու բոլորը Հայկից են։ Գիտեմ։ Ախր այսպես էլ ճիշտ չի։ Արդար չես Հայկի հանդեպ։ Գոնե պատասխանի թող հասկանա ինչ է կատարվում։ Նարե ես գնամ, բայց դու մտածի լավ։ Ալո։ Հայկ, Սոնա։ հա ես եմ։ Ոնց ես։ Առաջին անգամ քո զանգից ոչ թե ուրախանում, այլ անհանգստանում։ Հայկ, կարանք խոսենք, կլինի մի ժամից գաս իմ աշխատավայրի մոտ։ Հա, կլինեմ, ինչ ա եղել։ Դու լավ ես։ Հա, ես լավ եմ։ Ուղղակի հարցը Նարենա։ Իրեն էլ մի զանգի, հարմար չի որ պատասխանի, ուղղակի մի ժամից արի իմ աշխատավայր։ Լավ, կգա։ Բարի օր։ Ինչ կա։ Չգիտեմ էլ ինչ ես։ Ինչի ինչ որ բան է եղել։ Վրամ ջան, օֆիսը կոնկրետ ձեր տնից ես գնում։ Ձյացակոյի խոսքեր եմ սպասում, ինքն էլ ոչինչ բան չի ասում։ Հիմա ամեն րոպե շատ կարևոր է։ Լավ, Արմո, ես կխոսամ հետ անպայման։ Իմաստ չունի։ Պապատ այս վերջերս լրիվ կտրվել է գործից։ Հիմա որ հարցնես ինչ ֆիրմաների հետ ենք աշխատում, մտել չգիտի։ Այդքան գործ իրան չի հետաքրքրում Վրամ։ Չեմ հասկանում ինչ է կատարվում այդ մարդու հետ։ Ամեն դեպքում Արմո, սենց էլ չենք կարա թողենք։ Բա իմ ասածն էլ է այդ։ Ինչ որ բան կա, որ մտածել ես։ Հա, մտածել եմ, բայց պետք է իրար հետ քննարկենք, նոր հասկանանք ինչ ենք անում։
Դե հա, եկել եմ, ասա քննարկենք, հասկանանք։ Վրամ, ախպերս ճիշտ հասկացի։ Բիզնեսը օրենքներ չունի։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ երկուսս կպնենք այս գործին ու ամեն ինչ անենք։ Բայց Ձյաձսակոն բան պետք չի իմանա։ Նենց կստացի, որ Ձյաձսակոյի թիկունքում մենք իրան կօգնենք։ Ինքը հետո դրա համար մեզանից շնորհակալ կլինի։ Չէ, Արմո, մենք ինչ էլ որոշենք, երես պիտի հաստատ իմանա։ Հա ոնց չէ, Վրամ, պարտադիր պիտի իմանա։ 1000 բան եմ այդ մարդուն առաջարկել։ Ոչ մի բան չի ասել։ Մենք այդքան ժամանակ չունենք, որ իրան համոզենք։ Լավ։ Սա կհասկանանք ինչ ենք անում։